Քաջարի պաշտպանների առաջին զորակոչով կազմավորված Անդրանիկ գնդից ծնվեցին Վայոց ձորի մոտոհրատիկային գունդը արիության մեդալով պարգևատրված փոխգնդապետ Հովիկ Օհանյանին եւ Արարատի մոտոհրատիկային գունդը գնդապետ Սուրեն Գևորգյանի հրամանատարությամբ։ Այս զորամասերն անցել են մարտական փառաբանություն։ Զորավիավորման շարքերում մարտական մկրտություն են ստացել։ Իրենց քաջության եւ ապստամբության համար մարտական քաշքանշաններով եւ արիության մեդալներով պարգևատրվել են գնդապետ Մելիքսեթ Պողոսյանը, փոխգնդապետ Համլետ Խանգամյանը, մայոր Գրիգոր Մարտինյանը, հետմահու գնդապետ Լևոն Հովհաննիսյանը, մայոր Գուրգ Ոսկանյանը, բանաստեղծ Աղբան Մինասյանը։ Այսօր էլ սահմանային գծում անմնացորդ նվիրումով իրենց պարտքն են կատարում զորամիավորման բաժինները։ Շարասյունը շարունակում են բանակային կորպուսի մարտիկները, մարտական քաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Ֆելիքս Գզոկյանի հրամանատարությամբ։ Բանակային կորպուսը զինված ուժերին նորաստեղծ զորամիավորում է։ Նրա կազմում է Երևանի մոտոհրաձգային գունդը, որն առաջինը գրեց բանակային պատմությունը։ Սկզբում ներքին գործերի նախարարության, ապա պաշտպանության նախարարության կազմում։ Նա հանդիսացավ գրեթե բոլոր սահմանամերձ շրջանների զորամասերի հիմքը։ Գնդի հրամանատարն է արիության մեդալի արժանացած փոխգնդապետ Ալբերտ Գալստյանը։ Զորամասի շարքերում են Մարտնչել եւ անմահացել ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը, Իզակ հրամանատար, մարտական խաչ շքանշանի ասպետ Վալոդյա Դարբինյանը, մարտական խաչ շքանշանի ասպետ Գագիկ Նևկոնյանը այսօր էլ իր պարտքն է կատարում ղեկավարելով ուսումնական զորամասը։ Նուբարաշենի մոտոհրաձգային գնդի եւ հանրապետության տարբեր մարզերում տեղակայված զորամասերի զինծառայողները աչքի են ընկնում մարտական բարձր պատրաստականությամբ։ Անհերի են ընթանում ուսումնամարզական վարժակները։ Զորամասի շարքերում սխրակներ են գործել մարտական խաչ շքանշանի ասպետներ Վահագն Վարդանյանը, Գևորգ Ղազարյանը, Մայիս Սիրեկանյանը, Հովսեփ Հովսեփյանը, Հենրիկ Ղազարյանը։ Հատուկ նշանակության առանձին գունդը մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ գնդապետ Արտուր Սիմոնյանի գլխավորությամբ անցել է փառապանտ մարտականորի։ Գնդի մարտիկները մասնակցել են սահմանամերձ շրջանների պաշտպանությանը եւ այսօր էլ պատրաստ են